Երկրապահները 25 տարի առաջ գնացել են դիրքեր, միջևի մնացել են։ Այս բանակը երկրապահ մի անգամ է գնացել դիրք ու դերից դուրս չի եկել։ Այսօր էլ դիրքում է։ Ես դա 25 տարի առաջ եմ տեսել։ Այդտեղ որ նոր սկսել էին խառնել։ Իր մխտարություն, իր ջեշություն, իր վատությունը ստատես ու սիրուն աղջիկ է սիրուն է։ Դրանք ջեշ են երևում։ Դրանից Այ ասացիք, որ դեռևս Բաքվում կիսատ գործեր ունեք թողած եւ պատերազմի վերջացած դեպքում կավարտվեք։ Ձեր գործերը հետաձգվում են։ Ով ոչ թե մինակ Բաքվում աշխարհի լուբոր ծայրամասում փորձին պետության իմ ժողովրդին վնասել, ես իրանց պատրաստ եմ բան ասել։ Ինչ եք անելու Բաքվում։ Որ գնամ կասեմ։ Ես վտանգ սաղ կյանքս եմ զգացել, քանի որ մեր տարածաշրջանը այդպիսին է, 4 կողմը կարելի ասել ոչ վստահելի երկրներ են, մենք միշտ էլ այդ վտանգը հազարավոր տարիներ ունեցել ենք, նորից հազարավոր տարիներ կունենանք, մենք միշտ պետք է պրոստը միասնական եւ պատրաստ լինել, թե չէ վտանգը զգում եմ, ես 24 ժամ հայը միշտ պատրաստ լինի, ես այսօր եթե այդ վտանգը չկացեմ, տեսակ դուք դե շարքում հատուկ վաշտեր կանգնած աղջիկեր չի, այսօր հայ մարդը կապ չունի, դա տղամարդ է, թե կին է, պետք է 5 իրան պաշտպանել իմանա։ Ես աշխատում եմ դրա վրա, հայ մարդու վրա։ Սոչիում 3 նախագահների հանդիպումից ինչ հասկացաք, արդյոք դրանով էր պայմանավորված հակառակորդը։ Դե ես ոչ թե Սոչիից 25 տարի առաջ եմ մեր նախագահին ճանաչել, շարքային զինվորից, ամեն ինչ հասկացել եմ, որ ինքը մեծ մարդ է, հայրենասեր է։ Այդ վստահությունը ես այդ պահին երկրում չէին, բայց ավելի վստահ եմ։ Ավելի լավ զգացմունք եմ ապրել, քանի որ որտեղ ես գտնվում եմ, դե հայ համայնքեր այդ պահին Ես այնքան հպարտացան, երբ որ բոլոր հայերը, տարբեր մարդիկ, տարբեր շրջաններից, տարբեր երկրներից մեր նախագահի մասին գոհացուցիչ չէին խոսում։ Այո, լավ էր։ Այն որ թուրքը փորձում էր անել, չկարողացավ։ Փրկությունը մեր միասնության մեջ է։ Մենք եթե բանել ենք Արցախի հարց չկա։ Գիտեք, երբ Արցախի հարցել եմ։ Երբ որ մենք սկսում ենք իրար կռվել, վարքաբեկել, նոր թուրքը ջրում է։ Եթե մենք միասնական ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղը, ոնց էլ նման հարց են բարձրացնում։ Առաջուց, երբ որ մեր բանակը կառուցվեց 92 թվականին մենք ջոկատներ էինք, երբ որ մտանք մեզի ասում էին պայմանագրային, պետքա զինվոր դառնանք, դա նշանակում է ֆինանսական աշխատավարձ։ Աշխատում էինք մտածել, թե մենք մեզ վիրավորում են, ոնց մեզի փող են տալու, որ մենք գնանք մեր մայրերին, քուրերին կանանց սպայելու, մեզի դրա համար աշխատավարձ պիտի տան։ Բայց հետո հասկացանք, այո, այդ աշխատավարձն է պետք, որ հետևի մնացող ընտանիքին։ Այնպես որ մարդը ով գնում իր երկիրը պաշտպանելու, նա չի սպասում, որ իրան մեկ աշխատավարձ տա կամ բան։ Եթե տալիս են օգնում են, լավ է, շնորհակալ ենք։ Ասում եմ, առաջուց մեր համար վիրավորական է, երբ որ մեզի պայմանագրային որպես զինվորներին են գրկում, ու մենք ասում ենք, մեզի աշխատավարձով իմ մորը քրոջը պիտի պահենք։ Շատ եմ շփվում դրսի համայնքների։ Այսօր մենք դրսերում արդեն մի 8-10 Ֆրանսիայում, Ամերիկայում, Ռուսաստանի մի քանի երկրներում, Օդեսայում, Ուկրաինայում շատ տեղ երկրապահի բաժանմունքներ ունեն։ Կռված պատերազմի մեծ ծառայած տղաներ, բրիգադով անցած կռված տղաներ այնտեղ են։ Երկրապահի բաժանմունքներ ենք ստեղծում եւ այլ համագործակցում ենք։ Մարդը գնաց է աշխատում, կարող այո, ստե հնարավորություն չուներ կամ իր մասնաճյունը գնում է։ 24 ժամ այս մարդիկ պատրաստ են հայ համայնքներում, որտեղ ընկերկում են բան։ Երբ մեզ պետք կլի հետ վերադառնանք, հետո կապեր Դատարկում են, չէ՞, պարոն Գրիգորյան։ Դե ջուղերը, այո, տեղեր կան իրոք, ցավալի է, բայց դե մի մարդը գնում, ոչ թե չի կարում, այդ ջուղերում չի կարում, չի ստացվում, չի ապրում։ Ասում եք սովետ միություն չի, որ ամեն ինչը բերեն լցեն։ Իսկ այսօր մենք այդքան հնարավորություն չունենք, գազ, ոսկի եւ այլ, որ նավթա, մյուսա, որ բերենք անենք, մենք պիտի դրսերու, այդո մենք դրանից պիտի ուրախանանք։ Մեր ժողովուրդը եթե գնան մոստերը չվառեն, հետո հետ գան դրսերում աշխատեն, փող բերեն երկրում, դա լավ է։ Հիմա ինչքան մեր դրսերում շատ օլիգարխներ գալիս են ներդրումներ են, 50-ավոր, 100-ավոր միլիոններ։ Ժամանակին գնացին դա աշխատել են, գիտես քանա միլիարդատեր հայեր ունենք դրսում։ Ես ընդհանրապես ինձ մեղավոր եմ զգում ամեն ինչում։ Բոլոր տեսակի անշնորհ բաների համար զգում եմ, իմ արածել եւ ուրիշների արածել, որտեղ մենք իրավունք չունենք վատ բան անելու։ Դրա համար էլ միշտ ամանչում եմ։ Երիտասարդների մոտ մտավախություն կա, որ եթե պատերազմ լինի, օլիգարխների եւ բարձր պաշտոնյաների որդիները չեն գնա պատերազմ։ Ես արխեին կարած գրես ասես, սաղին գտամ տեմս քշեմ տանեմ դե։ Գնացինք։ Լավ, եմ ախտել եմ տարե, դες մարչել ես դից փախել։